Adobe Photoshop-ի 2024 թվականի առաջին տարբերակում, որը իրենից երկարացնում է 25.0 տարբերակը, կատարվել են փոփոխություններ Remove Tool-ի հետ կապված։ Ինչպիսի թարմացումներ են կատարվել այդ գործիքի հետ, որը հնարավորություն է տալիս արագ մաքրել որևէ դետալներ մեր նկարից կամ նրանց ամբողջապես վերացնել։ Եթե մենք այժմ ընտրենք Remove Tool-ը, որը դուք տեսնում եք այստեղ, ապա վերևում դուք կարող եք տեսնել, որ նաև ավելացվել են հնարավորություններ ավելացնել և պակասացնել այն տիրույթները, որոնցով մենք պետք է նշենք, և այդ նոր հնարավորությունները օգտագործելը նաև մեզ թույլ են տալիս, որպեսզի մենք ոչ միայն նշենք տիրույթը, որը ուզում ենք հեռացնենք, այլ նաև նրան վերցնենք շրջանակի մեջ։ Եկեք տեսնենք, թե դա ինչպես է աշխատում։ Եթե մենք ընտրենք Remove Tool-ը, և եթե մենք հիմա ուզենանք վերացնենք այս պատառաքաղը, վերևում կարգավորումների մեջ մենք չենք նշել, որ նա ավտոմատ կատարի մաքրումը այս օբյեկտի նկարից, դրա համար դրանից հետո մենք պետք է սեղմենք Apply կոճակը, որպեսզի Adobe Photoshop-ը մաքրի այդ օբյեկտը մեր մոտից։ Եթե մենք այստեղ միացնենք Remove After each stroke, անենք Ctrl-Z հետ գանք, և այժմ մենք ոչ թե ամբողջապես նրան նշենք, այլ ուղղակի ընդգծենք նրան վերցնելով շրջանակի մեջ և բաց թողնենք մեր մաուսը, դուք կտեսնեք, որ Adobe Photoshop-ը կլրացնի ամբողջ տիրույթը ադգույնով և կվերացնի այդ օբյեկտը։ Եթե մենք այժմ այստեղ ստեղծենք նոր շերտ և սեղմենք Sample All Layers, և եթե մենք օրինակ նշում ենք այս օբյեկտը, ապա այդ փոփոխությունը, որը Photoshop-ը կիրականացնի, դուք կարող եք տեսնել, որ կհայտնվի վերևի այս շերտի վրա։ Եվ ցանկացած բանի նաև մենք կարող ենք ընտրել այս շերտը և կատարենք որևէ մի փոփոխություններ մեր որակը բարձրացնելու կամ նրան փոխելու համար։ Սա Sample All Layers հնարավորությունն է։ Եկեք տեսնենք, թե ինչպես է աշխատում շրջանակ վերցնելու հնարավորությունը, եթե մենք այն չենք փակում։ Եթե մենք այժմ անջատենք Remove After each stroke, ապա կարող ենք այստեղ նշենք և չփակենք այդ շրջանակը, Photoshop-ը ավտոմատ կճանաչի այդ տիրույթը։ Եվ այժմ նաև կարող ենք նշել մեկ այլ տիրույթ և նոր դրանից հետո սեղմենք հաստատել կոճակը, որից հետո դուք կտեսնեք Photoshop-ը կվերացնի համ այս օբյեկտը, համ այս օբյեկտը։ Եթե մենք ուզում ենք վերացնենք որևէ մի օբյեկտ, բայց տեսնում ենք, որ ունենք տիրույթներ, որը մեզ անցակալ է, մենք կարող ենք սեղմել Alt-ի վրա, որը մեր վրձինը կսարքի ջնջոցի նման, և մենք կարող ենք այն տիրույթները, որը մեզ պետք չի, մաքրենք։ Եթե մենք կատարել ենք սխալ, ապա այստեղ մենք նորից կարող ենք այդ տիրույթը ավելացնել, սեղմելով պլյուս նշանի վրա, և եթե մենք հիմա հաստատենք, դուք կտեսնեք, որ այս գործիքը արագորեն կհանի այդ օբյեկտը։ Preference-ներում եթե մենք բացենք, ապա այստեղ Image Processing-ի մեջ դուք կարող եք Remove Tool Processing կարգավորում բացեք և ընտրեք More Stable, որը ավելի հաստատուն է աշխատում, քան արագ ռեժիմը, և սեղմելով OK, դուք կարող եք այն հաստատել։ Այս թարմացումները բարձրացնում են այս գործիքի էֆեկտիվությունը և սարքում են նրան ավելի մատչելի մեր աշխատանքում։